շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով խնդիրներ են ունենում, ինչու, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ կամ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ, եւ մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է դատարանի որոշումներով հասել են լուծումների, բայց ասենք 1 միլիոն, 1.5 միլիոն դրամ գումար են ծախսել, բայց դատարանները նրանց փոխհատուցել են դատական ծախսերի ընդամենը 10 կամ 20%-ը, մյուս կողմից մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ եւ ըստ էության մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետեւ ինչքան էլ կտևի այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր եւ այլն, եւ այդպես շարունակ